Հովսեփյան, հայկական համալսարանի համակիրներից։ Իմ հարցը հետևյալն է, պարոն նախագահ, դուք ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ Հայաստանում իշխանություն դուք Նիկոլ Փաշինյանին չեք փոխանցել։ Որ Հայաստանում։ Հայաստանում դուք իշխանությունը Նիկոլ Փաշինյանին չեք փոխանցել։ Դուք զրույց եք ունեցել պարոն Կարապետյանի հետ եւ վերջինս համաձայնել է ստանձնել տվյալ պաշտոնը։ Եվ այստեղ կարծես թե պատմությունը մի քիչ ընդհատվում է, որովհետեւ հետո մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությանը։ Երբ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում էր արդեն, դուք խոսակցություն ունեցել եք պարոն Կարապետյանի հետ, հարցրել եք ինչպես այդպես պատահեց, որ նա դրժեց ձեզ հետ փաստացի, ձեր բերված համաձայնություն, այսպես ասեմ, եւ ինչու նա ամբողջ բեռը փաստացի թողեց ձեր ուսերին, ինչպես որ մենք տեսանք ամբողջ ընթացքում, եւ եթե այո, ապա ինչու մինչ օրս նա խղճի խայթ ասեմ, որևէ ձևով չի խոսել, ներկայացրել իր տեսակետը, իր մոտեցումը տեղի ունեցածի առավել եւս այս ողբերգությունից հետո։ Եվ ներողություն եմ խնդրում երկրորդ հարցի համար, չգիտեմ գուցե ամենահեշտն է լինելու, թե ամենադժվարը։ Եթե մենք հնարավորություն ունենանք վերադառնանք Արցախ, իսկ կարծես թե մենք ամենքս, ես, դուք եւ բոլորս դրա համար ենք ապրում, առաջին գործողությունը, առաջին բան ինչ կանեք, որտեղ կգնաք։ Շնորհակալություն։ Եթե այդպիսի երջանիկ լինելու հնարավորություն ունենամ, կգնամ ծնողներիս գերեզմանին եւ իմ զոհված ընկերների գերեզմանին։ Ինչ վերաբերում է 18 թվականի ապրիլյան իրադարձություններին, ես դրան մի անգամ եմ անդրադարձել, մանրամասն ասել եմ, եւ հետո հետագայում տենց առանձնապես ես չեմ անդրադարձել, լրատվամիջոցներն են դրանք տարածել։ Իհարկե մենք խոսել ենք Կարեն Կարապետյանի հետ, բնականաբար, եւ մեր խոսակցությունից հետո է նա հայտարարել, որ չի առաջադրվելու։ Այսինքն ոչ թե խոսակցության արդյունքում է եղել, նա ինձ տեղեկացրել է, որ չի առաջադրվելու։ Թե ինչու, կարծում եմ, բոլոր պարագաներում նայել էր տեսնում, որ իրավիճակը խիստ լարված է։ Հայկական համալսարանի 7-րդ հոսքի ունկնդի